Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 5-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր մենք կխոսենք պարզ է երեկվա գագաթնաժողովի մասին։ Երեկ անցավ առաջի գագաթնաժողովը։ Դա եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն էր։ Այսօր դուք գիտեք կլինի երկրորդ գագաթնաժողով Եվրոմիություն Հայաստան, բայց ես այսօր կկենտրոնանամ հենց երեկվա գագաթնաժողովի արդյունքների վրա։ Լուրջ գագաթնաժողով է, հասկանում ենք բոլորս, Հայաստանը ՀԱՊԿ-ի դեր անդամ է, սառեցրեց, բայց դեր անդամ է, ԵԱՏՄ-ի անդամ է, բայց չի նայած նրա, Հայաստանում անցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցեցին գրեթե 50 պետություններ, գումարած Կանադան, ոչ եվրոպական պետություն, ու գրեթե 50 երկրների ու կազմակերպությունների միջազգային ղեկավարները։ Աննախադեպ լրջագույն իրադարձություն հայ ժողովրդի համար։ Լրջագույն ելույթներ ունեցան պարզ է Ֆրանսիայի նախագահան, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի վարչապետները, անպայման առանձին դրույթների մասին կխոսենք, բայց պարզ է նաեւ այն, որ կարևորագույն մեզ համար ելույթներից մեկը հենց Իլհամ Ալիևի ելույթն էր։ Իլհամ Ալիևը տեսակապով մտավ ու մասնակցեց այդ գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանն էլ նաեւ ելույթ ունեցավ, պարոն Զելենսկին Ուկրաինայի նախագահան, ինքը փաստը, որ Ուկրաինայի նախագահան գտնվում է Հայաստանում ու բանակցություններ նաև երկկողմ վարեց Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստանի վարչապետի շատ բանի մասին է խոսում։ Ռազմավարական նշանակություն փաստաթղթեր ստորագրվեցին մի քանի երկրների հետ, շատ կարևոր երկրների հետ։ Պարզ է Ռուսաստանը չէր կարող լռել, վիրավորական ուղղակիորեն խոսքեր մենք լսեցին ու սպառնալիքներ Ռուսաստանից, դրա մասին էլ կխոսենք։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը։ Երեկ ժամը 12-ի Երևանի ժամանակով սկսվեց այդ գագաթնաժողովը, Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը։ Ու այդ գագաթնաժողովի ժամանակ կարևորագույն ելույթներ ունեցան մի շարք երկրների ղեկավարներ։ Ես հիմա մի քանի խոսք ուզում եմ ասել պարոն Էմանուել Մակրոնի Ֆրանսիայի նախագահի ելույթը։ Ֆրանսիայի նախագահի ելույթի մեջ շատ կարևոր դրվագ կար։ Ինքը ասում է, որ այս ձևի միջոցառում անհնար կլիներ անցկացնել Հայաստանում, որ 40-ից ավել, ես ուզում եմ լրացնել, գրեթե 50 ղեկավարներ եվրոպական երկրների գտնվում են Երևանում, քանի որ նախկինում միջև հեղափոխություն Մակրոնը ասում է միջև հեղափոխություն Հայաստանը Ռուսաստանի սատելիտն էր։ Կոպիտ ասած, Հայաստանը Ռուսաստանի կցորդն էր։ Սատելիտ բառը դա գրեթե նույնն է, որ դու կցորդն ես, դու անկախ պետություն չես։ Ու ինքը ասեց, որ կատարվեցին լուրջ փոփոխություններ, նաև Նիկոլ Փաշինյանի ջանքերով, որ Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքականության ուղղությունը զարգացման, գնաց դեպի Եվրոպա, ու մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունների համար Հայաստանի երկու թեմաներ կարևոր են՝ եվրոինտեգրացիան, եվրոպական ինտեգրացիայի հարցը եւ խաղաղության հարցը։ Այս երկու հարցերը դուրս բերեցին Հայաստանը դեպի միջազգային հարթակներ ուժեղացրեցին։ Համաձայն եմ այդ մտքի հետ, բայց այդտեղ մենակ ես մեկ բան ուզում եմ լրացնել։ Իրոք աշխարհը արագ է փոխվում, հիբրիդային է հիմա աշխարհը, Հայաստանը լինելով ՀԱՊԿ-ի անդամ, այո, սառեցրել ենք, բայց այնուամենայնիվ ֆորմալ ՀԱՊԿ-ի անդամ ենք ու ԵԱՏՄ-ի անդամ ենք, ու այս ձևի եվրոպական միջոցառում անցկացվում է, պարզ է նախկինում դա անհնար կլիներ, հիմա հնարավոր է, քանի որ հիբրիդային աշխարհ է, բացի դրանից իրոք ճիշտ է Մակրոնը, որ շատ բան փոխվեց մեր արտաքին քաղաքականության մեջ, բայց պետք է հասնենք նրան, որ անշրջելիություն ապահովենք։ Մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, որ հետ քայլ հնարավոր չլինի անել։ Ու ավելին շատ հետաքրքիր մտքերով
կիսվեց պարոն Մակրոնը կապված Ղարաբաղի հետ, բայց ոչ թե այս գագաթնաժողովի ժամանակ, ինքը գագաթնաժողովից հետո երեք հանդիպեց Ֆրանսիայի քաղաքացիների հետ, Ֆրանսիայի համայնքի հետ Երևանում։ Պարզ է, խոսքը գնում է մեր սիրելի, հարգելի հայերի մասին, ովքեր Ֆրանսիայի քաղաքացի են ապրող Երևանում։ Ու այդ հանդիպան ժամանակ ինքը մի քանի մտքերով կիսվեց, նաև այդ թվում ինքը ասեց, որ այս Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանը միայնակ էր։ Այո, Ֆրանսիան փորձեց ինչքան կարող է աջակցել, բայց ինքը ասեց Ռուսաստանին մենք չտեսանք։ Ոնց չտեսանք Ռուսաստանին Իրանում, ոնց չտեսանք Ռուսաստանին Վենեսուելայում, Սիրիայում։ Դες այս միտքը, որով ես ձեզ հետ շատ եմ կիսվել, հաճախ կիսվում եմ, որ Ռուսաստանը իր գործընկերներին դավաճանում է, այդ միտքը ասեց նախագահ Մակրոնը։ Պարզ է, նախագահ Մակրոնը նաև շատ կարևոր մտքերով կիսվեց այս Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան այս զարգացումների հետ, ու ինքը ասեց Եվրոպան ձգտում է ավելի ինքնուրույն լինել, չկախված լինել դրսի մեծ խաղացողներից։ Ակնարկը նա է, որ օրինակ դրսի խաղացող Միացյալ Նահանգները հիմա Եվրոպային չեն աջակցում, ակնարկը նա է, որ Ռուսաստանը դուրս եկավ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի դեմ, ու Եվրոպան պետք է համախմբվի ու ինքնուրույնությունը ապահովի։ Կարևորագույն մտքեր, որոնք մենք պետք է ֆիքսենք։ Պարզ է, Նիկոլ Փաշինյանը բացում արեց այս մեծ միջոցառմանը, բացման խոսքում ասեց, որ ցանկանում է, որ էֆեկտիվ այդ աշխատանքը գնա, էտել էս ալեկոծվող աշխարհում, ճիշտ մտքեր ասեց Նիկոլ Փաշինյանը, նաև ասեց, որ շատ ու շատ ղեկավարներ տարբեր երկրների առաջի անգամ է այդ երկրների ղեկավարները Հայաստանում են։ Օրինակ, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահներ չեն եղել Հայաստանում։ Օրինակ, վարչապետներ Խորվաթիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի եւ այլ երկրների չեն եղել Հայաստանում։ Ու հատուկ նշեց, որ դա շատ կարևոր է, իրոք շատ կարևոր է։ Իլխամ Ալիևը ելույթ ունեցավ տեսակապով, ու ելույթի ժամանակ ինքը խոսեց նրա մասին, որ առաջինը շնորհակալություն հայտնեց Եվրոմիության նախագահին պարոն Կոշտային, որ հրավիրեց այդ գագաթնաժողովին մասնակցել, վերջում շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին եւ հրավերի համար, եւ ամենակարևորը, որ հաջող անցավ այդ գագաթնաժողովը, Հայաստանի նկատմամբ ինքը բավական, ասեմ այդպես, կոռեկտ էր, ինքը նշեց այդ խաղաղության process-ը, որից ինքը նշեց, որ օգտվում են երկու կողմերն էլ, նշեց, որ խաղաղությունը հաստատված է, նշեց, որ այդ Թրամփի շնորհիվ այն լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն, չօգտագործվեց օրինակ Զանգեզուրի Միչանսկ եզրույթը ինքը չօգտագործեց, բայց ինքը շատ դժգոհ էր, բարկացած էր այն ռեզոլյուցիայից, բանաձևից, որը ընդունեց Եվրոպարլամենտը մի քանի օր առաջ, որտեղ որ քննադատվում էր մարդու իրավունքների ոլորտը Ադրբեջանի, նաև այդ թվում, որ ոտնահարվում են Ղարաբաղի հայերի իրավունքները, ու ինքը շատ ջղայնացած էր, նյարդացած էր, որ այդ թեման ու գերի ընկած հայերի Բաքվում գտնվող, որ այդ թեման շոշափվեց Եվրոպարլամենտի կողմից ու առաջի անգամը չէ, որ դա եղել է, հատուկ նշեց Իլխամ Ալիևը, որ դա 14 ինքը ասեց բանաձևեր Եվրոպարլամենտը ընդունել, դժգոհեց Եվրոխորհրդի խորհրդական վեաժողովի բանաձևերից։ Այս ելույթ էր, ուրեմն Հայաստանի վերաբերող հարցերը ինքը իմ կարծիքով բավական adekvat ներկայացրեց իրավիճակը, բայց ցավոտ ընկալեց Եվրոպարլամենտի որոշումները, նաև այդ թվում առնչվող Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, իրավունքների հետ։ Հիմա Տիկին Մեծոլա Ռոբերտա, ինքը գիտեք Եվրոպարլամենտի ղեկավարը, ինքը նույն պահին արձագանքեց, ինքը ասեց, որ Եվրոպարլամենտը լեգիտիմ մարմին է, ընտրված է Եվրոմիության անդամ պետությունների կողմից ուղիղ ու իրավունք ունի որոշումն ընդունել ու
ինքը կընդունի որոշումներ, չնայած որ այս կամ այն ղեկավարները այս կամ այն երկրների կարող են դժգոհ լինել։ Վարչապետը Հայաստանի պարզ է իր ելույթում հատուկ նշեց այս խաղաղության process-ը, չեմ կրկնի այդ կոնցեպտը Նիկոլ Փաշինյանի, որ դուք գիտեք, որ Հայաստանը որոշեց ուղղակիորեն աշխատել Ադրբեջանի հետ ու Ադրբեջանի հետ արվեցին լուրջ քայլեր 2022 թվականից Պրաղայից ու ճանաչեցին իրար տարածքային ամբողջականությունները, նաև Դոնալդ Տրամպի նախաձեռնության մասին ասեց, նաև այդ ապաշրջակ փակման այդ մոտեցումների մասին ասեց Նիկոլ Փաշինյանը, ու Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ Թուրքիայի նաև փոխնախագահան մասնակցում է այս աշխատանքներին։ Ուրեմն մենք լսեցինք եւ Իլհամ Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին, իմ կարծիքով շատ կարեւոր էր, որ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները ելույթներ ունեցան այս գագաթնաժողովի ժամանակ։ Ելույթներից կարևորագույն ելույթներից մեկը դա Կանադայի վարչապետի ելույթներ։ Կանադայի վարչապետի ելույթ ունեցավ պարոն Մարկ Կարնին։ Հատուկ նշեց, որ ողջունում է, որ գնում է process խաղաղության Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց իր ելույթում նաև կային շատ կարևոր դրույթներ կապված Ուկրաինայի հետ, որ Կանադան իր գործընկերների հետ Եվրոպայում շարունակում է աջակցել Ուկրաինային ու այդ աջակցությունը կշարունակվի։ Ու Կանադայի վարչապետը նշեց, որ աշխարհը բավական բարդ զարգացումների մեջ է ու Կանադան չլինելով եվրոպական երկիր, ակտիվ աշխատում է Եվրոպայի հետ, լուծելու շատ ու շատ հարցեր, եւ Ուկրաինայի հետ կապված, աջակցելու Ուկրաինային, եւ ինքը հատուկ նշեց, որ Կանադան մասնակցում է Եվրոմիության դիտորդական առաքելության մեջ Հայաստանով գտնվող չլինելով եվրոպական երկիր ու հատուկ նշեց, որ Կանադան մասնակցում է այդ գագաթնաժողովում եվրոպական քաղաքական համայնքի չլինելով եվրոպական երկիր, քանի որ համարում է շատ կարևոր զարգացումները Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում ու այդ բոլոր զարգացումների շրջանակներում Կանադան ուզում է լինել օգտակար։ Պարոն Զելենսկին, Ուկրաինայի նախագահան, ես ասեցի կարևոր է, որ ինքը գտնվում է Հայաստանում, լրջագույն հանդիպումներ ունեցավ, աշխատեց այս գագաթնաժողովի շրջանակներում, միաժամանակ ինքը իր ելույթում ողջունեց Հայաստան ու Ադրբեջան այդ խաղաղության process-ի նկատմամբ ու պարզ է ինքն էլ ասեց, որ զարգացումները բարդ են աշխարհում, հիմա Իրանի հետ կապված խնդիրներ են, ուրեմն ծանր է վիճակը, ուրեմն Եվրոպան էլ ավելի համախմբված պետք է աշխատի ու պարոն Զելենսկին շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին հրավերի համար եւ որ փայլուն մթնոլորտեր աշխատանքի։ Ես պետք է ասեմ շատ կարևոր միջնորդական դեր Հայաստանը խաղաց այն հարցում, որ պարոն Կոբախիձեն վարչապետը Վրաստանի հանդիպեց պարոն Զելենսկու հետ։ 2021 թվականից Զելենսկին չի հանդիպե Վրաստանի ղեկավարների հետ։ Այնտեղ կան խնդիրներ երկկողմ հարաբերություններում, բայց անչափ կարևոր է, որ հենց Երևանում իրանք հանդիպեցին Կոբախիձեն Զելենսկու հետ, այդ հանդիպումը կայացավ։ Ես նաև պետք է ասեմ, որ այս գագաթնաժողովի շրջանակում շատ ու շատ կարևոր փաստաթղթեր ստորագրեց Հայաստանը։ Երեք ստորագրվեց Բուլղարիայի հետ մեր ռազմավարական նշանակություն ունեցող պայմանագիրը։ Երեք չարաչորը դա ստորագրվեց։ Երեք ստորագրվեց ռազմավարական նշանակություն պայմանագիրը Խորվաթիայի հետ եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Համաձայնագրեր համագործակցություն ռազմավարական մակարդակի տեղափոխելու։ Պատկերացնում եք Բուլղարիա, Խորվաթիա, Մեծ Բրիտանիա, այս պետությունների հետ մենք անցնում ենք ռազմավարական մակարդակի համագործակցության Ֆրանսիայի հետ, այսօր կամ վաղը կստորագրվի Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը, նաև ռազմավարական նշանակության փաստաթուղթ։ Դա շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր
միակ դաշնակիցը որը կար դավաճանեց ու դու պետք է գտնես նոր դաշնակիցներ ավելի վստահելի, ավելի հետևողական։ Իմիջիայլոց պարոն Ստարմերը վարչապետը Մեծ Բրիտանիա հիացած էր Հայաստանով, դա ընդհանրապես առաջի այցելությունն է Մեծ Բրիտանիայի վարչապետների Հայաստան ինչքան հասկանում եմ, բայց ինքը իրոք շատ գոհ էր այցելությունով, նշեց շատ ու շատ դրական կողմեր այդ կոնֆերանսից, այդ գագաթնաժողովից։ Ես պետք է ասեմ, որ այո, մեծ process է գնում Հայաստանում, այո, ես մտահոգված եմ, որ այդ մեծ process-ը կարող է խափանվել միայն այն պատճառով, որ մենք ՀԱՊԿ-ի դերանդամ ենք կամ ԵԱՏՄ-ի անդամ ենք, քանի որ կան լծակներ Ռուսաստանի ձեռքում, որով կարող է մեզ ճնշել։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, այս ձևի գագաթնաժողովից հետո մենք պարտավոր ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, իդեպ ասեմ ձեզ կներեք ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ից ավելի ուշ մի քիչ, բայց նաև ԵԱՏՄ-ից դուրս գան, բայց առաջերտին ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ում սառեցված է մեր մասնակցությունը, բայց պետք է դուրս գանք, որ հետդարձ չլինի, ու ասեմ ձեզ, Մոլդովան այս վերջի ընտրություններից հետո ԱՊ երկրների կառույցներից դուրս եկան։ Դες իրանք հասկացան, չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, չլինելով ԵԱՏՄ-ի անդամ, այնուամենայնիվ նույնիսկ ԱՊ երկրների լղոզված այդ ինստիտուտից պետք է դուրս գան։ Մենք էլ պետք է դա հասկանանք։ Բայց հիմա ուզում եմ ասել, արձագանքը Ռուսաստանի պարզ է, իսկական արձագանքը ավելի ուշ կլինի, կոշտ մեր դեմ ուղված, բայց նույնիսկ հիմա դեր գնում է այս գագաթնաժողովները, այսօր պետք է լինի գագաթնաժողով Եվրամիություն Հայաստան, դեռ չավարտված այդ process-ի, Ռուսաստանի պատգամավոր Ալեքսանդր Տալմաչովը սպառնում է մեզ։ Ինքը ասում է, որ Հայաստանը կկիսի այն ճակատագիրը, որը ունեցավ Ուկրաինան։ Ակնհայտ սպառնալիք։ Նսեմացուցիչ բաներ ասեց Զելենսկու և Նիկոլ Փաշինյանի մասին պարոն Դմիտրի Մեդվեդևը, նախկին նախագահ Ռուսաստանի, որի վրա դրվում է այդ կեղտոտ գործը վիրավորել այլ երկրների ղեկավարներին, ինքը հաճախ դա անում է եվրոպական երկրների ղեկավարների նկատմամբ, հիմա արեց պարոն Զելենսկու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինքը ասեց այս երկու անուղեղ ռուսացիացներ հանդիպեցին ու քննադատեց այդ հանդիպումը։ Այս վիրավորական խոսքերը այդ մարդը ասեց։ Ինքը շատ դժգոհ էր, որ Զելենսկի Նիկոլ Փաշինյանի հետ անգլերեն էին խոսում, ինքը ասեց փայլուն գիտեն ռուսերենը, ինչի չեն խոսում ռուսերեն։ Ինքը իրանք գիտեն նաև բավական լավ անգլերեն, խոսացին անգլերենով։ Այդ ինչից է դժգոհ։ Ավելին, երբ որ Զելենսկին գտնվում էր Բաքվում, անգլերեն խոսում էր Ալիևի հետ։ Ինչի՞ թե չեք դժգոհ է, չի այդ դեպքում չեք խոսում դժգոհության մասին։ Բայց պետք է ասեմ, որ այս նսեմացիչ խոսքերը պետք է իմանա մեր ղեկավարությունը, որ Աստված չանի սխալ չանեն մերոնք չգնան մայիսի 9-ին Մոսկվա, չջրեն այդ լուրջ աշխատանքը, լուրջ հաջողությունը, որը հենց այս իշխանության Հայաստանի շնորհիվ է, քանի որ մայիսի 9-ին շքերթ պետք է անցնի Մոսկվայում, այս անգամ ռազմական շքերթ չի լինի, բայց շքերթ ու Պուտինը ելույթ կունենա, պարոն Պեսկովը Պուտինի պրեսքարտուղարը դրա մասին խոսեց, ասեց, որ ելույթ կունենա, Պուտինը ամբողջ աշխարհը սպասում է, բայց Աստված ոչ անի, որ մենք մասնակցենք այդ շքերթին, էտել այս Դմիտրի Մեդվեդևի խոսքերը, որ անուղեղ են Զելենսկին և Նիկոլ Փաշինյանը։ Դա մեզ պետք չի, դա մեր պատիվ չի բերի, էտել հաշվի առնելով փայլուն քայլերի, որոնք անում է գործող իշխանությունները Հայաստանի այս վերջի 3-4 տարիներ արտաքին քաղաքականության ոլորտում։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։